Եթե սենց շոկ հա, անապատային շոկ, դա նշանակում է, որ մենք գնում ենք ուր? Բայց իմացաք, շահել ենք։ Ճիշտ է, Las Vegas, Viva Las Vegas։ Երևի մոտ մի 3 ժամ ճանապարհ ենք եկել, կանգնեցինք Վիկտոր բանուտենք, սուրճ խմենք, թարմանանք ու շարունակենք ճանապարհը, շատ քիչ է մնացել, շուտով կբացվի մեր առջև կախարդական Las Vegas-ը, գնացինք։ Բանը էլի լիֆտ ինչ ես նկարում։ Քեզ եմ դեռ։ Ինչ ես նկարում։ Սենյակը մի բան արա, սենյակ չի կա։ Ինչ կուզեմ կանեմ մի հատ էլ, բայց էս ինչ թեվելնում է։ Արանես լավ եկեք, հա։ Մենք արդեն Las Vegas-ում ենք մեր հյուրանոցում, որը կոչվում է Fontainebleau, համեմատաբար նոր հյուրանոց է ինքը, ես այստեղ չի եղել, այսինքն այս հրաշք կարմիր վարդերի ֆոնի, ես ձեզ ասում եմ welcome to Las Vegas։ Մագդ մենք տեղավորվենք համարում, իրերը թողնենք ու շարունակությունը արդեն կտեսնենք։ Շնորհակալություն ուշադրության համար։ Նայենք որն է կրում։ Մինոր, $25։ I got you for 2 of these and 1 of those already. I got it already. Oh, okay, then let's At last, my love is coming up. My love. Love is alive and so. Downstairs let me kept going. Nay na na na. Nay na na na. Nay na na na. Nay na na na. Oh nay na na na. Oh na nay na na na. Na na na. Las Vegas օր 2։ Ցերեկը ժամը 2-ն է մենք նոր ենք արթնանում։ Նու եթե հաշվի առնենք, որ մենք լուսադեմ 5-ին ենք քնել, նորմալ է որ մինչև 2-ը պիտի քնած լինենք։ Իջնում եմ ներքև սուրճ խմեմ, թարմանամ, որ հասցնենք տեսնել մնացածը։ Լիֆտը եկավ։ Ինչ արագ է իջնում։ Ну, Сим-Сим, откройся.
Շնորհակալություն։ Մենք հայտնվեցինք Fontainebleau հյուրանոցի կազինոյում։ Ցերեկը երկուսն է, բայց ինչ թեժ է այստեղ։ Մենք որոշեցինք տուր անենք հյուրանոցներով, մի քանի հյուրանոց ենք ուզում մտնենք, ձեզ էլ ցույց կտանք։ Հիմա մտնում ենք Անկորը, հետո Wynn-ը, որոնք իրար քույր հյուրանոցներ են, այսպես ասած, շատ սիրուն են ներսում։ Յո, շնորհակալություն։ Կազինոյում թույլ են տալիս ծխել։ Խմիչքան սահմանափակ է, եւ անվճար, բայց միայն այն դեպքում են տալիս քեզ խմիչ, երբ տեսնում են դու խաղում ես։ Բայց իհարկե կան լայվ խաղեր, այսպես ասած, որ նստում ես մի քանի դոլարով սկսում ես խաղալ ու խմիչք ես ուզում։ Բայց ես չի, իրանք հարիվ են ու չեն հասկանում, էլի այդ ամեն ինչը։ Ուզում եք ձեզ սովորացնեմ ոնց դուռը բացվի։ Սովորացրու։ Որպես այդպես ծանր չջարդենք իրանց դռները։ Բայց ինձ ստվեցի։ Ընդհանրապես sense ձեռքով ստեղ ենք անում։ Սա էլ արդեն Wynn հյուրանոցի կազինոյի հատվածն է, ակտիվ, երրում ամեն ինչ։ Հիմա ձեզ ցույց տամ ամենասիրուն հատվածը Wynn-ի, այսպես։ Ամենակարևորը նա է, որ այս ամենը բնական ծաղիկ։ Հա, բնական ծաղիկները ամբողջը։ Ոյ, ինձ սիրուն է։ Որ դուք հասկանաք, էլի ամբողջը բնական ծաղիկներից։ Մենք հիմա դուրս եկանք Wynn հյուրանոցի այս դրսի հատվածը։ Օ, այս պատն էլ է սիրուն։ Ես եղել եմ այս կաֆեում աչքուս։ Այս էլ են հայտնի Սվերանա, որը համեմատաբար նոր է Լաս Վեգասում հայտնվել, այս գունդը, որը ամբողջը սենց LED էկրան է ու ներսում տարբեր բաներ են կատարվում Սվերայի համերգներ, ցուցադրություններ, 3D, 5D, ոբշեն, չգիտեմ։ Մի քիչ քայլեցինք ու հայտնվեցինք մյուս հյուրանոցում, որը կոչվում է Վենեցիա։ Վենեցիան էլ է Լաս Վեգասի 9 հյուրանոցներից, էլի շատ սիրուն է։ Հա, մի հատ հատված կա, որ հայտնվում ես լրիվ Վենեցիայում, ոչ մի տարբերություն, իրական Վենեցիան, թե այստեղի։ Որսինք մի քիչ թարմանանք, Starbucks գտանք, այ ժողովուրդ էս ինչա կատարվում այս կազինոներում, չեք պատկերացնում։ Բայց շատ հավես է հետևել մարդկանց, ոնց են իրանք խաղում, իրանց էմոցիաները տեսնել, երեք մեր կողքը մի հատ աղջիկ էր խաղում, տեղը չէր կարողանում նստել, օպերը կանգնում էր, դուրս էր, ասած աչքերն էր փակում, սխվում էր այդ կնոպկան, մի խոսքով շատ ուրիշ էմոցիաներ են ստեղ։ Բարև ձեզ։ Ոնց եք, այսօր։ Սա արդեն Վենեցիան է ցերեկով։ Այս սենց պատաղոկ ունի ամպերի տեսքով, որը միշտ լուսավոր է պահում այս տարածքը։ Մի խոսքով հայտնվում ես իսկական Վենեցիայում։ Սենիկ, սա Վենեցիան է, թե Լաս Վեգասն է, չեմ հասկանում։ Արարատի մարզին հարստում։ Այնքան մեծ է, որ մենք մոլորվել էինք հյուրանոցում, Վենեցիա հյուրանոցում ու չէինք գտնում էքզիթը։ Եվ իհարկե մի չքնաղ աղջնակ մեզ օգնեց դուրս գալ հյուրանոցից։ Ու շարժվում ենք դեպի Bellagio հյուրանոց, Վեգասում, տարբեր հյուրանոցներում շոուներ են լինում։ Ուզում եմ ձեզ նաև ցույց տամ այս գլուխգործոցը արվեստի Hard Rock-ի հյուրանոցն է, որը ունենալու է գիտարի տեսք։ Խնդրեմ, այս էլ Bellagio-ի հանրահայտ ֆոնտանները։
սիրուն, հələ դեռ սարքում են։ Իսկ երբ հա բացվելու։ Կներեք։ Կներեք, չեն հասկանում հայրը։ Բարև ձեզ։ Մենք վստահ ենք, որ մենք Բելաջիում հաղթելու ենք, բայց չեղա։ Ամենաերևի բանը պիկը Բելաջիոյի կազինոյում էր։ Բայց մենք խաղացինք մի քիչ, մեզ ոչինչ չտվեց։ Հիմա մենք որոշեցինք հետ գնանք մեր հյուրանոց այնտեղ։ Քիչ այնտեղ հաղթենք։ Ինչ որ մեկը մեզնից շատ կլորիկ գումար է հաղթելու։ Իրականում կարևորը հաղթանակը չի, կարևորը մասնակցությունն է։ Այդ լավ եկա։ I can feel something inside to say. Gracias. I don't need you. Anymore. Ես քեզ փող չեմ տալ մի։ Քրճոտ ջրը հակել ես ուզում ես քեզ փող տամ։ Իսկ մի վազի փողոցի մեջ դեռ պարկեր նկարվում։ Դավայ։ Արի։ Արի, չի, արի լավ։ Oh, hello. Ինչ էր ուզում անել, Մոռացա էլի իմ պլպլան շոյերը բերեմ, այսպես հագնեմ ու Վեգասում անգամ կաբլուկներով։ Այս էլ մի հատ ուրիշ աշխարհ է, Caesars Palace-ը, տարբեր աշխարհների խառնուրդ է Las Vegas-ը։ 10 տարի առաջ այս կլուբում Օմնիայում, որը գտնվում է Caesars Palace-ի մեջ, նենց լավ օր եմ ունեցել, ու այդ օրը Calvin Harris-ն էր նվագում, մի խոսքով, աննկարագրելի։ Բայց իմացաք, շահել ենք։ Այս հյուրանոցում մեր բախտը չբերեց, գնում ենք տուն, մեր հյուրանոց ենք գնում։ Բայց իմացաք, շահեց հենց նոր ինչ-որ մեկը։ Գիտես ինչքան կխաղանք։ Ավելավա ես ուռած ոտերով լինեմ, քան թե 120 կտամ, սենց կանեմ երկար։ Ուզում եք տաքսիով գնանք մեր հյուրանոց։ Մեզ նստացրեցին այս մեծ ավտոն, լավա վերջի պահին ճշտեցինք։ Ստեղից ասեց չգիտեմ, պիտի կողքի հյուրանոց գնանք $120։ 3 կիլոմետր։ Մենակ մենք կարենք Վեգասից գնանք Ռոսի տոպրակներով ես գնանք։
Ես քո ինչն եմ ասել, ինչի մեզ մի կտոր մի բան չտվիր։ Սենց ես կազինոների մեջով քայլելով ուզում եմ ձեզ ասեմ, որ մեր Վեգասի թրիփը, հենց թրիփը մոտեցավ իր ավարտին, մենք այսօր վերադառնում ենք Կալիֆոռնիա, Լոս Անջելես, այս պարտվածը պետքա հետ բերենք։ Նույնիսկ եթե պարտվում ես այստեղ, էդ էլ է հաճելի։ Ուրախ էի, որ այս անգամ ես Լաս Վեգաս եկա իմ ընկերների հետ, որովհետև հրաշալի ժամանակ ենք անցկացրել, ժպիտով ենք պարտվել, շատ ծիծաղել ենք, սիրուն բաներ ենք տեսել, իրար լավ բաներ ենք ասել։ Շնորհակալություն Լաս Վեգաս։ Ինչ լինում է Լաս Վեգասում, մնում է Լաս Վեգասում։ Bye Las Vegas։ Արա ակնոցս էլ ուզում տանել։ Փողերս տարար ակնոցս էլ։ Եղածը $15։ Դե չենք կարա գնանք Las Vegas-ից։ Մինչև ես Welcome to Fabulous Las Vegas սայնի մոտ չնկարվեին։ Տեսնում եք հերթը։ Սաղ փողերներս տարավ մի ասում է welcome, բայց որ Las Vegas-ը fabulous է, հաստատ։ Էս էլ անենք ու գնանք։ Vegas!